Կողոսացիներին 4-րդ գլուխ։ Տերեր, ձեր ծառաների հետ վարվեք ուղղամտությամբ և արդարությամբ, իմացեք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։ Մշտապես աղոթեք և արթուն հսկեք աղոթքի մեջ գոհություն մատուցելով։ Միաժամանակ աղոթեք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ, որպեսզի հայտնի դարձնեմ այդ խորհուրդը, խոսելով այնպես, ինչպես որ պետք է։ Իմաստությամբ վարվեք ոչ քրիստոնյաների հետ, օգտագործելով առիթը։ Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը, սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ Նրան ձեզ մոտ ուղարկեցի դրա համար, որ իմանաք մեր մասին, և նա մխիթարի ձեր սրտերը։ Նրա հետ կգա նաև Օնեսիմոսը, հավատարիմ ու սիրելի եղբայրը, որ ձեր հայրենակիցն է։ Նրանք ձեզ կպատմեն այստեղի անցուդարձը։ Ձեզ ողջունում է Արիստարքոսը, իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը, Բարնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել, եթե ձեզ մոտ գա, ընդունեք նրան։ Ողջունում է նաև Հիսուսը, Հուստոս կոչվածը։ Թլպատվածներից միայն սրանք գործակից եղան ինձ Աստծու արքայության համար, և դրանով իսկ մխիթարություն եղան ինձ համար։ Ողջունում է ձեզ Եպափրասը, ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։ Վկայում եմ նրա մասին, որ շատ է տքնում ձեր և Լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, որ Երապոլսում են։ Ողջունում է ձեզ Ղուկասը, սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը։ Ողջունեք այն եղբայրներին, որ գտնվում են Լավոդիկիայում, Նիմփային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։ Երբ այս նամակն ընթերցվի ձեզ մոտ, այնպես արեք, որ Լավոդիկեցիների եկեղեցում ևս ընթերցվի, իսկ Լավոդիկեցիներին ուղարկված նամակն էլ դուք ընթերցեք։ Արքիպոսին ասացեք, զգույշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես։ Այս ողջույնն իմ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշեք կապանքներս։ Շնորհը ձեզ հետ լինի։